միջնորդությունը վարչական վերահսկողություն որոշումը կհրապարակվի ժամը 3-ին 15:00-ին մինչ այդ կլրանա իմ պաշտպանյալի Կամո Գրիգորյանի ձերբակալման ժամկետը 14:17 կլրանա ժամկետը, նա ազատ կարձակվի, այսինքն մինչև որոշումը այսպես թե այնպես ազատ կարձակվի։ Արեն Գրիգորյանը, որ հիմա ազատ արձակվեց, զուտ օրենքի եւ ժամկետի ուժով, հա։ Ես տեղյակ չեմ հասցրել իմանամ Կարեն Գրիգորյանը ինչ հիմքով ազատ արձակվել, բայց եթե որոշումը արդեն կայացվել է, ապա պիտի ազատ արձակվեր, որտեղ վարչական հսկողություն էին ուզել։ Ուզում եմ կարճ անդրադառնալ մեզ նիստին։ Մենք ունեցանք մի խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց պատասխանել մեր բոլոր հարցերին, որևէ հարցի մինչդեռ դա իր պարտականությունը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, որ պիտի պատասխանի մեր հարցերին, հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել մեր հարցերին։ Հենց այդպես։ Եվ այդ հրաժարումը պայմանավորված էր նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներկայացնի, որով գոնե հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն։ Սրանով պայմանավորված քննիչը բացահայտ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է պատասխանել մեր հարցերին։ Իսկ մեր հարցերը բազմաթիվ էին, բազմաշերտ էին։ Իհարկե մենք դատարանին խնդրեցինք, որպեսզի մեր իրավունքը վերականգնվի, մասնավորապես հարց տալու եւ դրա պատասխանը ստանալը քրեական դատավարության օրենսգրքով աննախատեսված, դատարանը չկարողացավ ամեն դեպքում քննիչին կամ չուզեց քննիչին պարտավորեցնել, որպեսզի մեր հարցերին պատասխանի։ Ակնհայտ դրանով իսկ հաստատվեց, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի, ինչի մասին ես հայտարարեցի նաև դատարանում։ Ես դատարանում ցույց տվեցի օրինակ, որ թեկնածուներից մեկը, օրինակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուներից Սարիկ Գինասյանը փետրվարի 26-ին այցելել էր տնակներից մեկը, որտեղ ասել էր ձեզ փայտ կուղար, հենց փայտը ստացա, հենց վերջանա էլի կուղարկեմ։ Սա էլ է ներկայացվել դատարանին, ցույց տալու համար, որ կա խտրական մոտեցում, ինչն ինքնին հաստատում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Դատավորն ով էր ներողություն։ Դատավորը Վարդգես Ստեփանյանն էր։ Հիմա ժամը 15:00-ին կլինի որոշումը, ըստ դրա կհասկանանք, թե ինչ որոշում կայացրեց։ Իրենք ինչ էին ուզում, այն ինչ որ ես ի սկզբանե իմ հայտարարության մեջ ասեցի, հա, վարույթ իրականացնող մարմինը քննիչը ինչ է ուզում, որ արգելվի որևէ անձի հետ շփումը, որ ժամը 20:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00 պաշտպանյալս պարոն Գրիգորյանը գտնվի տանը, որ ընդհանրապես այս վարույթի առնչություն ունեցող անձանց հետ առնչություն չունենա այն դեպքում, երբ որ այս վարույթին առնչություն ունեն Գյումրու ավականու անդամների, հա, այդ տեխնացուներից բոլորը, այսինքն ասում եմ, այդ իր որդին եւ իր թոռը, թեև ասում եմ բացառությամբ ընտանի, հա, միաժամանակ ապրող անձանց հետ, որովհետեւ իրանք իրար հետ միաժամանակ ապրում են նույն բնակարանում, բայց այնուամենայնիվ այսինքն վարչական հսկողություն խափանման միջոցի քողի տակ բերել են մաքուր տնային կալան։ Հիմա եթե դու կարող ես օրինակ տանից դուրս գաս, բայց որևէ մեկի հետ չես կարող շփվել, իրավունք չունես, հենց շփվես կալանքի հարց կբարձրանա։ Բայց տանից այդ ոնց դուրս գաս, որ օրինակ չգիտեմ, փողոցում, էնել Գյումրիում, էնել այդ ճանաչումն ու հա այդ գործունեություն իրականացրած մարդը, ասենք ոնց փողոց դուրս գա եւ որևէ մեկի բարևին չպատասխանի։ Այս абսուրդի այս մասը հեղ դրված է, որ եթե բարևեց, ուրեմն վերջ։ Դե եթե ասում են ընդհանրապես առնչություն որևէ անձի հետ, հետեւաբար եւ այո։ Իսկ դատավորի տրամադրվածությունը ինչ։ Ես մի հատ մի հանգամանք էլ ուղղակի նշեմ, այս նյութերն են, որոնք իհարկե ձեզ ցույց տալու իրավասություն չունեն, որտեղ նախաքննական գաղտնիք են, բայց հետարքին նշա, որ բոլոր անձանց վերաբերյալ այս նույն նյութերն են, նույն պատճենահանված, որևէ տարբերություն չկա, այդ թվում տարբերություն չկա տարասխալների մեջ։ Նույն տարասխալներն են իրականացված։ Հետևաբար օրինակ մեր հարցերից մեկը վերաբերում այս նյութերից, որ մեկն է վերաբերվում պարոն Գրիգորյանին, որը կհաստատեր հիմնավոր կասկածը, քննիչը հրաժարվեց պատասխանել։ Ընդամենը անուններն են փոխել։ Անունները փոխել են ընդամենը 1 կամ 2 հերթում, մնացած ամեն ինչը նույնն է։ Էսա, այս որակի իրենք ապացույցներ ներկայացին, որ այդ շիբինը օրինակ քարոզչության նպատակներով է արվել։ Ապացույց այս փուլում չեն ներկայացնում, տվյալ ներկայացրեցին, որ օրինակ Մարտուն Գրիգորյանի Facebook-յան էջում փետրվարի 10-ին եղել է այդպիսի մի բան հրապարակում։ Մենք էլ պնդեցինք, որ դա փետրվարի 10-ին քարոզչության շրջանակների մեջ չի ընդգրկվել, հետևաբար այն մեղադրանքը, որ բարեգործությունը իրականացրել քարոզչական նպատակը քարոզչությանը հետ զուգահեռ չի կարող այստեղ ընդհանրապես վերաբերել։ Ժամը 3-ին կհասկանանք, ընկալես թե չէ։
Իսկ այն որ դուք ասում եք քննիչը հրաժարվեց պատասխան ձեր հարցերին, դատարանն էլ ինքը չպարտավորեցրեց, ինչ որ կերպ հրաժարվեց։ Չէ, հետո դատորը հարցեր տվեց մի քիչ այլ բնույթի, դրանց պատասխանեց, մեր հարցերին չպատասխանեց։ Այսինքն ձեր մոտ ճիշտ է հասկացա տպավորությունը, որ սինխրոն աշխատում են երկուսով։ Չէ, ես տես տպավորություն չունեմ, ես տպավորություն ունեմ, որ ասում եմ հարգելի քննիչ, որ բերել ես օրինակ ուզում ես այսինչ բանը արվի, կամ ասում ես այսինչ բանում մեղադրում եմ։ Այս բերած այդ տվյալների մեջ կա որևէ մի հատը, որը կվերաբերվի, որովհետև դու գրել ես, որ այս բոլորը իր համակցության մեջ վերաբերվում են այդ հիմնավոր կասկածին։ Ասա կոնկրետ որ ասում եմ ես չեմ պատասխանի ձեր հարցին, գիտեք ինչի։ Չկա որևէ մեկը, որևէ հատը չի վերաբերվում կոնկրետ Կամո Գրիգորյանին։ Իսկ ձեր պաշտպանյալը Կամո Գրիգորյանը ինչ-որ բան ասաց, խոսաց, ինչ-որ բան հակափաստարկ Այո, դրեց։ մասնավորապես ասից, որ 2007 թվականից սկսած մենք այդ Շիբինի հայտ ինչ են, խճապատման աշխատանքներ իրականացնում ենք 2007 թվականից սկսած մեր ընտանիքը դա նաև դատարանին ներկայացրեցինք, որ այդ որևէ առնչություն չի կարող ունենալ քարոզարշավի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Բաբայան։ Live News-ի հարգելի հետևորդներ, ինչ